Podcast Ստիկած դուելսկաց 20-30 տարի ծառայել է կանալքսալստեր մի պենու պատկացուշուկ դերալսկի դրմկվեշ մին հարկավերել չեն փողով ծառայության քինալ կամ չքինալ հարցները ես համարում սխալ թույլ պետություն կամ թույլ հասարակություն ինքը կարել չապրելի հիբու պետքա ատամնետել ցույց տաս կկրվեինք մի շատ զոհ կունենայինք բայց արդյունքը նույնը կներ Մարիամ, Քաթանինք ու մեր դիտողներին նախ շնորհակալություն հայտնի այսքան վաղ մզ իշիլի հատե հատկապես այն իշողներին ովքեր աջակցում են մզ Patreon-ում եւ Re-Armenium ձեր օգնությունը աջակցությունը մզ դե շատ կարեւոր է podcast-ի շարունակության հատե շնորհակալություն հայտնիք նաեւ գործարար Ալիքին տարուց ավելի մզ օթևան տալի հատե եւ իրանք հանցալ լավ լուրերոնին հանցած տեխնիկային փոխում հեսա կադրը ավելի լավ այնն շուտով տեխնիկապես հագեցած ավելի լավ կադրերով ու ավելի լավ ձայնով հուսանք ամենայն դեպս եթերներում կունենալու մեր հյուրնա Պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը շնորհակալություն մեր հրավերը ընդունելի էտի պարոն Սահակյան հունցք շնորհակալություն ձեզ լավ փառքաստու Սոր այդքան էլ ժպիտներով եթեր չի իննական, ավելի շատ խնդիրների մասին խոսլական վերը առաջացալա տեղահանությունից հետո հատկապես զինվորականներին հատ օզում սկսինք նրանից նախ շատ է քննարկվում այդ կռվել չկռվելը, որից նաև խոսլական ենք, բայց օզում ձեր առաջին տպավորությունների, առաջին սպասելիքների մասին խոսիք վեր հատալոք հակարի կամուրջը։ Նայած դե կամուրջով էր հատալենք դու ասած դի տպավորություն արել որ լեհակյանք այնստեմը սպասումն եւ հունց ու պետնա տնավարի տեղավորելն լուղջին հիմնական հյուրճինեն չալում եւ հուր ինչ պատկերացում ունեցալա այդ պատկերացումներ ավն եկալ ստեղ բայց ցավոք սրտի դիչի իլալ այսինքն որ եկանք ստեղ միաժամանակից հետո առանց որևէ լրացուցիչ աշխատանքի միանգամից սկսալ մարդկանց դի կոնկրետ խնդիրի տինի կամ սեստեղս ծառայելով քինա ծառայության կամ որոշել ծառայեմ ճուս դուս եք արելի սիստեմը էլ արդեն մտածելի հետի պագիդումը ընտանիք սալասկի տղվար ալչում օրինակ ընտանիքս են ռազդանականը բայց դուք ինձ ասում քինայես իշտեղը ծառայի ասում դե ինչանական թող ընտանիք դե կնա կամ երկար քինայես իշտեղը ասում հարցը ինչանական չլի ընտանիքս որտեղ ապրում է հնարավորությունը ստեղա այս պահին դրալ բայց նաև խոխեքսելը նա կարդում են համալսարանը կարդում այդ համալսարանը մեկ խոխեկի վրա կարդում ես կայլ չուն քինամ մի տոնել դեղ յորոնեմ ես ու մեր հարթն դեղինի խոխեկն ստեղլի այսինքն ես դվայնու նագորսկի տակը մինա այդքան հարցերը ես հավելեմ նաև այդ ապենին պահը վեր քաղաքացիություն շուտապույտ փոխելու հարցն այլ իսկ մարդիկ նոր եկած հալասկի հասկացալ չնետեն ինչա կատարվում ինչից են զրկվում քաղաքացիություն յորոնելով ինչ են ստանում բայց մի մասը անորոշության մեջ երակա էր այդուհանդերձ շարունակա ծառայությունը, բայց մեծ մասը մնացան ձեռնունայն։ Գումուկունցա ամնա կարևոր հարցերից ես էստի ասեմ որ հասկանալ եմ ու եկան բայց ասինքն ստի վերասում սպասելիքն ուրիշ էլ մի պա ախր որ փիս տեղակամս ասում չում մեր տները փիս տեղալ փիս իրավիճակից էստի դու ասեմ լի փիս իրավիճական դու եկած այնպեսի ստրես ստացած մարդիկին էլ ասում չում է վիրավորված խոխակուրծրած կամ դի վիճակում հալատի սովորական դաժե այն աֆիցերները կամ այն մարդիկ ովքեր ծառայությունը նրալ նորմալ դուսին եկալ նրան բավարար մակարդակով բայց մինա այդ մարդիկ իրանց անկախ այն լավ փիս ուդար ստացած լի տեստի եւ իրանցներ պետք է լալ գործարած ստեղ ասինքն դա զինվորական լեզվով ընդհանրապես դա հասկանում է վերականգնողական թերապիա պետք է հասկանան իրանցներ ասինքն այդ մարդկանց պսիխոլոգիան պետք է մի քիչ ուսումնասիրվար մի քիչ աշխատանք պլանավորը իրացնի հետլի որը տեսնաս հունցանեք որ պատար մեղմացնեք այդ մարդիկ բացինա որ կռվն անցկացալ մի տարի է իրանց ընտանիքներս կի ոչ նորմալ հացն ուտում խոխոցու ապագանս գիտելիքներ ինչը մենք եկալանք ստեղ հավասար ձևի խոսում քուց կապուտու բետ մարդը ինչ որ մի տեղա պրոստո տեղափոխվալաստը ինքը իրան հետի սովորական ու մտածալա որ դիքի աստե ծառայի օ պայեկալ ինք փախեգիդում չվեր ծառայությունը դիա օրինակ լի այդ հարցերը հաշվի չարվա բայց իրականում օրինակներ օրինակ բերում ասում օրինակ ամերիկայի բանակումը ստին վերաբերվում իսրայելի բանակումը օրինակներ բերում կամ եվրոպական բանակումը տեսալ կորսիստի այդ թեորիան այսպես կոչված լի կիրյացը հետ ալողաշենք բայց դա բդի իրականում բդի իրականացվար
Այդ նույն վերաբերմունքը բրի նշած տանք մեր զինծառայողների նկատմամբ, որոնք եկալ են ստեղ, սկզբից կարող է մարդ կասկի 6 ամսում ետ չկամ։ Լուրջ բերում ասեմ ձեզ, այսինքն ինքը այնպեսի ստրեսի տակ է ընկել։ Մարդը օրինակ կարող է չէ տղամարդա, բայց պոստում նկատած վախա բռնալ։ Ինումատիլի, այսինքն դա դի շատ է, բայց շատերը հման չունեն դրա մասին ասեն։ Ու կարել չունակ Վրաստանը ասեն կամ ինչու հնգերունց ասում, բայց փիս խեցալ մել կարում չում ծառայեմ։ Բայց այդ մարդին հետ պիտի գործանվի, չէ՞։ Ավելին դուք 6 ամիսը կասում, բայց նախորդ մեր հյուրը հոգեբան այլ ու ինքը ասում է տարուկես անց, կարել չենք մենք խոսենք այն մասին, որ սա անցկացած է ու հենց այդ տղամարդկանց խնդիրն էլ զինվորականներին ներկայացվա, որ այդ մարդիկ այն ինչ տսալն տա Մարսելի հետի իրանց մի ամբողջ կյանք է պետք։ Բայց փաստորեն ձեր ասածից հասկանում ենք, որ նույնիսկ տարական մի քանի ամիս ժամանակ տրվալ չի մարդկանց վերականգնման, աշխատանք չի տարվալ այդ ուղղությամբ։ Հենց շատ ճիշտ է ասում, դուք էլ կան մեջբերում ու բերում իրականում կարող է մարդկա մինամսա պետք է լի իրան, ասենք մարդկանց անայտակա, то есть մարդկանց խառնվածքից ալի, ասենք ամեն ինչում այդ գնահատականը չեմ ուզում ես դրա վրա շատ նույն ժամանակ կորցնեք, թեև կարելի է եւ պետք է խե ուզում չում, հարցն է որ այդ ժամանակը կուրցրալ То есть այդ ինչ որ պիտի անեին արդեն իսկ անիմաստ է, որովհետեւ մարդիկ արդեն բայց անիմաստ չէ այն առումով, որ դրանից հետո ստեղծվալ է այս իրավիճակը, որ մի մեծ մասը զինվորականները այլևս որոշան, որ այլ մասնագիտության անցկենում եւ ինչքան էլ ցավոտ է էլի գուցեև կան գնդապետներ կոչումները զինվորական գիտում չուն, բայց իհարկե գիտում վեր կռված տղաներին եւ նախընտրում սոր կամ տաքսի քշին կամ անցկենան մաշին սարքելի եւ այլն ու տա մինակ լեհենդի դիչ վերեն վեր Արցախում ասել դե գործ չկա մի մասնել տիել է եկեք խոստովանենք վեր գործ չկա քինամակ բանակ այլ շատ բարձր տղեր կրթություն ստացած եւ շատ լավ զինվորականներ վեր որոշան արդեն վեր չէ ես անցում կենում այլ մասնագիտության դա վերաբերմունքից այլ է դա այդ հոգեբանական խնդիրն այլ ծեր շրջապատում հունցն տղամարդիկ թա կոպիտ ասած արդեն այն ինչի հոտ է պայքարալն տասնամյակներ շարունակ կորցնելուց հետո այլևս իմաստ չընճարում նորից ասում չում ապարդյուն անցկին է իրանց պայքարը բայց ամենայն դեպս այդ վիրավորանքը այդ կորցնելու ցավը հալամ հաղթահարալ չուն հատե այդ պայմանները որ ստեղծված չի կագրած հենց այդ պայմաններից ելնելով էլ մարդիկ սկսալ մարդահյուրյանց հետի մտածել ասեք տեսանք լավ այնքան որ 20 մարդա 25-30 տարի ծառայել եկան սկսալ ստեղ մի պենու պատկացուկ դերալսկի դրմկվեշ մին հարկավերել չենք Դե դավե մտածենք տակ դա մուկ մզնանավ տեսնանք ինչ կա եթե հարկավեր չկարգավեր եթե մզնետին վերաբեր իրոք սկզբի այդ բենը այդ երբ պատին թխելը իդ обратникալը դի ռեակցիա դուալ մարդկանց էլի իրականում եւ հա այդ պայմաններն որ ստեղծval չի այդ պայմաններից էլ ելնելով մարդիկ սկսան մարդահյուրյանց հետի ոնց նշանակու որ տաքսիա հուր բանվորա հուր էլեկտրիկա հուր սանտեխնիկա այն քույները ու վերարտագաղթալա շատ մեր ընկերում կարտագաղթալն եւ իրականում եթե հատե այդ գործը արածնեիք հավատեցիք որ երևի թա ոչ թա ասենք 10% կքինար բանակում կծառայար 90%-ը ծեր ասած մասնագիտությունները հունց կարմա յոլա կքինար այլ խիստ հակառակ տարբերակ կքինար այսինքն զինվորականները իրանք իսպանից են լի կատարող մարդիկ են այս հրամանը տային հունց պալոժնի է վերաբերում հունց պալոժն այսքնեին հավատեցիք 70-80% կմնային ծառայության կմնային ու նույնիսկ ինձ թվում է տի ավելի հեշտ իրանց վերականգնումը կինե որտեվ իրանք սովորական ամպլուայի մեջ կինեին իրանց պետքական կզգային վեճ թա հունցը հասկացան վեր պետք չն ու տոնն էլ կարում չմպահին միանգամից համ պարտություն համ անզորություն մարդ վեր սա գումարվում է իր շատ ավելի վատ վիճակը դա մուկ առաջարկանք ստիլի ունակ ասալն հատե դեղը վեր մեր ստորապանը կոլեկտիվ ստեղծելը ինքը շատ դժեր բենա չէ բայց օրինակ մուկ առաջարկանք դեղ ասալն այնա կոլեկտիվն է ստեղծած լի ասխի քանդում այդ մարդկանց խեք անհատական մոտեցում ցուցաբերում լի պեր կոլեկտիվ մոտեցում ցուցաբերեք ամեն մի կոլեկտիվ այսպես մեր քաղաքացիական լյուզով ժողովրդին էդի ասում լի կամ ստորաբաժանումները ինչ կան հատետի полный ёрսուն պյումը սիստեմ ինտեր տեղը սիստեղա ծառայության տեղը սիստեղա ու իրանցն հետ արդեն լի տեղում հատետի խմբային աշխատանք իրականացնել օգնել քմագյանել ու 100% իրանք յուրչին ինչիլա յուր քմագինելա նիստուկացի գիտալավ
համ ենթարկվածության հարց կա, համ միասին դժվարությունները անցնալ հարց կա, համ ինչու՞ չէ, արդեն դու գիտում ես, որ մի քանի հազար ընտանիք են լիարժեք աշխատավարձով ապահովված լինելու, այդ մարդկանցն այդ այնա ուժեղ գերատեսչություն կա, որը կայացած է եւ ինքը իրան բոլոր այդ բաժինները ունակա իրանցն այդ գործի, ասինքն կա արդեն սիստեմա էլի, ասենք աշխատանքի եւ ինձ թվում է թե այնքան հիշտ կնար այդ մարդկանց կառավարումը իրականացնել, հետագա իրենց ինտեգրման, այսպես եթե ստի խոսենք, լի process-ները ավելի կայուն, ասենք ավելի կանոնակարգ, նույնիսկ աննշան կնար այդ առանց նկատել իրանք կինտեգրվեին։ Ու դες պատկերացրու, մանամ, ինչքան քանի հազար ընտանիք ֆակտически կառավարվում են, լի, եւ այդ մարդկանց պետք չի, դուք հələ մտածիք, ասեք օրինակ 40+10% այդ մարդ կնա աշխատավարձ ստանում հաշի վրա շատ կարճ ժամանակում կարգավորում են, լի, դե վերաբերմունք ցույց չի տվել, լի։ Բայց դուք առաջարկ ալեք, ուզում հասկանում, ես ինձ շատ հետաքրքիր է պատասխանը ոնց է հնչալ։ Որ ասեմ պատասխան չլալ այդ հարց շուրջը, հենց կակրած այն նրա մասնազրույցքան, որ երկխոսություն չի լալ։ Հա, անարձագանք մնացա։ Հա, դե երկխոսություն չի լալ, ու լալ անդի որ մունք գիտում եք ինչ կանում, տիպա դուզուտին մունք գիտում ու դուզուտին որոշում անելի։ Դա նույն պենահունց հիշում ես դա խոսել ես կլասանակ։ Այս խմր շեներ կմր ժողովրդին մարդայուրան շենավ տանամ չկմին տեղավորեք, այս ինքը պրոյեկցիա Один к одному, ну и пенатора. Я это, ասենք, ծեր նույն այդ խոսույթուր խոսելիս քրական, եսել մասնակցած որ ասում, «Ա բալա խճիկ է շենը տանը միտեղ տեղավորեք»։ Այս ժողովուրդ իրանց գյուղապետավ, պենավ, ժողովուրդավ, մեծավ, կուճուրավ տեղավորվում, ու քեմագնե իրանց տները իրա գործան եւ այլն, ու մի տեսնակ շենը վերականգնվալ, ու ժողովուրդ փախչում չստեղ դեքինա։ Նույնը հատետա один к одному կարելի ասես պրոյեկցիաց տրայերա, որ գնար այդ հաջողություն։ Բայց ինչ պատճառներով ոչ դեղա։ Ես դա այլում ուզում ծեր կարծիքը գիտեմ կարծիքով դա անմտության հետևանք հա դավադրության այդ մարդիկ վտանգ են տեսնում մեր մեջ միասին ապրելում տրայտի չընտիամ թա տարական գիտելիքների պակասոնին ու կարծում են թա իրոք առանձինը ավելի էֆեկտիվ է երկու մասն էլ է մեկը կարի մասում հա տարական չիմացություն ասենք տարածքային կառավարման համակարգի չտիրապետելը կամ ասենք ժողովրդավարության այդ էլեմենտներից ամենակարևորագույնը սոցիումում ցասարկվում լի ասենք մարդ պիտի այդ գիտելիքները ունենային որ ասենք հենց նեն որ այդ հասարակությունը որ դարեր շարունակ չգիտեմ 100-ավոր տարիներ վեր սարկվալա հարևանին օկե բարեկամ ապրվա ավելի է հիշտ ստեղ տեղավորվում մս տեղավորվելիս գիտի մս խնդիրել է շտատը վեշ համարյա մի լյուզուա խոսում եթե բարձ ասենք լի նույն մտածելակերպն ասենք բարբարնում լի ասեմ տարբեր է հա նույն մտածելակերպը ասենք նույն էթնիկ խումբն է նույն մտածելակերպն է բացի դա նույն պատմական անցյալն է ու գիտեմ աֆրիկից եկած չենք լի փախած տղան քեփրնեն ինչ կի աֆրիկանց ուղակի ամենահեռու տեղը որոշեցի որ ասենք կյան որ տիպա հալագույներն էլ չի լի որ ինչ որ դու քոխանասը վեշ բաս մայրած գույնը հետի նույն գույնիկ նույն լեզունա նույն մտածելակերպն է ու նույն խնդիրներն է ասք հիմնականը որ ասենք իլելա չէ այնքան հիշտ է ելալ դի տեղավորվել անելը բայց ցոք դեմս ըրվալչ այդ ես համարում որ ինչ որ մի խելքերն ասենք մտածում ինձետի որ խելքերն կտրալ չի Պարոն Սահակյան բնակիչների քաղաքացիների հարցավեր խոսումը գուցե ինչվեր հնարավոր խնդիրներ կարար այդ միասին ապրելի սկզբից իրար չհասկանալու ընդունելու մասով բայց բանակի մասով չէ որ նույն օրգանիզմի մի հատվածն այլալ մի օրգանն այլալ բանակը եւ նույնն այլալ նույն տեղան այլ ֆինանսավորվեից նույն տեղաներ ղեկավարվելիս նույն տեղից ղեկավարվեից հունցա ստացվալ վեր իրանց այդ մի հատված են եկան ստեղ ու իրանք ուրիշ ձևի ընդրալ այդ մարդին մտածան վեր արդեն մոք պատասխանատու չունք ծզատը հա բարամ ինձ թվում է դրան հարցը իլալա գագրազատե սեպտեմբերի 23-ին պատերազմվել է պատասխանը իլալա թե որովհետեւ մնացանք մնաք այդ ժամանակ ասկի եւ մուկ մզանով պիտի իրացնե այդ ասենք կռվնենք եւ այսպես կոչված եթե մտածումը հաղթանակ պիտի տնենք իրանք կա երկու հարց այստեղ մի թեկուզ շեղվում ըկլի ինչքանավա հավանական է պայքարը ոչ թե հաղթանակը այլ հավասարազոր պայքարը դա ինչքանավա իրական է արդյոք մուկ գրենք այլ ձև քանարալք Իշ Մարիան, ամեն ինչը կապված է, կվեշա կապված է, բդի այս ժամանակի հարցալ աստի այսում, հա, մինոր չի 10 մինոր է, լավ, Մարիան, կկրվեինք մի շատ զոհ կունենայինք, բայց արդյունքը նույնը կներ,
չեմ ասում կարող ավելի մզետի վտանգավոր դաժե լացնել, եթե ինչ որ միձևի այդ մի օրվա ամպրեսիան ավելի շատ արդեն այն էլ բնակավայրերում իրանք։ Հա, եւ մուկ հենց կարող է վիճակ դրացնել, վերսկի քաղաքացիական մեր բնակչությունը կարելի է քերվեշ դուսոնենք դի հունցուտություն կալալ, հասկանալ է էլի ընդհանրապես ծրքներս ինչ տղվարվալա տանք եկալ դուս եկալ դրան, բայց կարող է սկիթել չկրեինք, եթե ասենք իներլի, այստեղ վախելի բան չկա, ոչ էլ ինչ որ խոսելի հարցն է, իրականում 1 օրվա 11 օրվա պայքարը վերջնահարցունքը նույնը կնար, զոհերի քանակը շատ կլիներ ու կներդի որ կարող է պատահ, ասենք քաղաքացիական բնակչության մեջ բավական ահռելի մեծ մին կատաստրոֆա ունենայինք էլի։ Ես նույնիսկ ստիմին հարցում ուզում տամ, ես ինքս կարծում վեր եթե անգամ մուք մենակ չինեինք Հայաստանը եւս միանար մզ, էլի արդյունքը, հա, մի քիչ ավելի երկարատև նույնը պիտի իներ, խմտի կարծում, որտեվ արդեն ունեցանք մի փորձ 44 օրյա, երբ միասին ընկել ու ստացվալ չի։ Ինչի պիտի փոխված իներ, քայքայված էս ամեն ինչից հետո, եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ միասին այդ պատերազմի մասնակցար, արդյոք կա հավանականություն վեր ելքը այլ կիներ։ 20 թվականից հետո հանրապես կարելի է ասել մուք արդեն իսկ մնակ մնացած լալի, որովհետեւ 20 թվականից հետո Միխիլը իրողությունա փոխված լալ։ Եվ Հայաստանը ասել որ այնտեղ ռազմական կամ ամտանգության ավելի ճիշտ ամտանգության պատասխանատու Ռուսաստանի Դաշնության հետ խաղապահ ուժերն են, ես դրան այդ գործ չունեմ արդեն, շատ հստակ է ասած դրա մասին։ Ընդհանրապես ինքը աջակցել է մեր տնտեսական զարգացումների նկատի ունեմ, ասինքն տնտեսական ոլորտի թե մարդկանց աշխատավարձ, շինարարություն անելը, սովորական քաղաքացիական կյանքի վրա։ Երկու մաս է բաժանված։ Եթե մի վխտը իլա մեր ամտանգության պատասխանատվություն այլալ, իսկ 20 թվականի պատերազմից հետո արդեն всё Հայաստանը ամտանգային համակարգ ամբողջական տված այլալ խաղապահ ուժերի իրա եւ ինքը դրա հետ բոլորովին խառնվել չիլալ։ Արդեն իսկ մենք պիտի իրապետեինք, որ մենակ ենք այդ հարցումը, որովհետեւ խաղապահ ուժերն իրանք իրանց ֆունկցիայի ունեն եւ իրանց ֆունկցիայի մեջ բարձումա վրակայացքի մտնում էլ չի։ Մեզ պաշտպանել այն կարգավիճակը ոնց մուկ պատկերացնել է սրա էլի եւ հատե տղից էլ եկալ ընկսալ այդ կարգավիճակում այդ 23 թվին այո մուկսկի չբդի սպասեինք էլ վեր կարող է իրանք մեզ օգնեն որովհետեւ մուկ պիտի գիտենք որ ինելու չի այդ օգնությունը մուկ մզանա պիտի հարցը լուծենք փորձենք լի մուկը մզանով այդքանը կրեցա հարցը լուծենք որովհետեւ տրանը ավիլ առանց Հայաստան ամբողջական եկնել Հայաստանի ներգրավվածություն նկատի ունեմ լի մուկ կարել չկյուրացնել ոչ պատերազմ վարեինք ոչ առավել եւս հետագա պայքար իրականացնեինք, անիմաստա։ Ինչ վերաբերում այն մնացած հարցին, որ ասալ օրինակ մեկին պատասխանալու ասում խքրնեն տիակրտրալ զինվորականները վերաբերյալ, բայց չէ, իլալա նաեւ այլ ֆակտոր Այսինքն, եթե օբշի պատասխան տամ դրա, դա քաղաքական ֆակտորն է, նկատի ունեմ ինչը թեկուզ որ ասք նույն գերատեսչությունն է, նույն մասնակազմել է Չէ, այդ ուղղությամբ ես թվում է թա դրսից ազդեցությունները, ասենք արտաքին ֆակտորը, որը հենց պատերազմից պարտվելու հետևանքները տայլալ, հենց նայելալ որ իրոք 20-ից 23 թվականը միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դիտարկել չնլալ որ պետքա պաշտպանության բանակի հետ համատեղ գործողություններ իրականացնեն, այսինքն դա ուժը տարբեր բաներ այլալ այդ հարցերում, դրա հետ եւ ազդեցությունը սելավ կոնկրետ Ադրբեջան, Ռուսաստան, չգիտեմ, այլ խաղացողներ, Թուրքիա, ասենք տարածաշրջանում հուկարայինի որ կարա Ամեն մեկը իրան ձևավը ներգործել։ Հա, նո ես ասեմ, եթե այդ ժամանակ, եթե խոսենք ընդհանրապես Հայաստանի վրա ազդող ամենա այսպես կոչված բացասական լի ամենափիս գործոնները տարածքային, սորովա իր ուղղությունը, մասնավորապես երկուսու կատարող, մեկն էլ իրացն հետ մասնակից կամ թե կամ այլի, որ ասում են հունսկարլիա ասած, ասենք Թուրքիան, Ադրբեջանը, բաստալավ ցանկացած գործողություն իրականացնում Ռուսաստանը լուր հետևում է տեսնա ինչ է տրլական եթե վգտնիա ինչ որ առարկայա տա հանդես կամ առևտրի մասնակցում է եթե վգտնի չի ինչ որ միտը կղնացնում է Կարելի ասածի տարբերություն մս վեր նույն հայկական պետության երկու մասնիկն ընկիլան նորմալ ուրնետ կոմունիկացվալ չենք Ադրբեջանն ու Թուրքիան ինելավ առանձին պետություններ շատ ավելի համապարփակ են աշխատում մեր դեմ քան մունք վեր այսքան քիչ ենք ու այսքան նույնն ընկլի Նշանակ դե Հայաստանի ընդհանրապես դիրքորոշումը
Արցախի այդ հետագա լինելու կամ չլինելու վերաբերյալ խիստ տարբերում է մեր տեսակետներից այսինքն մենք որ ձև ենք պատկերացնում վեր մենք պիտի ինիք առանձին պետություն որպես ապրեք հիմա արտահայտվում ենք ասում ենք պետք է մեր այս ձևի ինի բայց ցավոք սրտի մի քիչ այլ է դա էլ պրոյեկտվում է հենց զինվորականության իր էլի այսինքն թեման դի օբշի ասեցի որպեսզի հասկանաք ինչա կատարում ընդհանուր գաղափար պիտի ինի եթե ընդհանուր գաղափարի մեջ դու չկաս էլ հունց ուզում սրա վերջնարարությունում դու բանակել չունենալու էլ ասինքն դա եթե այսօր ընդունվում չի Արցախի հանրապետության օրինակ իշխանությունները եւ իրանց կարևոր օրգանները եթե ընդունվում չի ուսկա դա Արցախի հանրապետության պաշտպանության բանակը ինքը համապարփակ ձևով հունց պատկերում ընդունվում դրա հետ առանձինավորոշում ներկայացվալ եւ այսպես կոչված հու ցանկություն ունեցալ հուզ ձևի գրեցալա նյամտալ բանակի շարքել ծառայություն շարունակում իսկ մնացածները մարդավիրանց եթե ոնց կարմա յոլայքին ամլի Ուզում մի քիչ էլ թեզերից խոսենք, քանի որ այդ թեզերը կա ու մարդիկ որոշ մասը հատկապես անտեղյակ, այսինքն Հայաստան, միջին վիճակագրական Հայաստան ծնված մծացած հայը պարտավոր չի լի մեր կարգի թեմի մեջ ինի, բայց այդ մարդիկ հետո այդ չիմացության պատճառով այդ կարծրատիպերն են ձևավորում, դրանց համինը իհարկե, դրանց համինը այն այլ վեր իբր օզալչն ծառայալ չն ու որպես օրինակ պեն ներկայացվում է վեր Ադրբեջանումս ճնշումը դուք ինչա ուզում եք ռևանշիստական տրամադրություններին եւ այլն ու տրանավ նույնպես արդարացվում է պաշտպանության բանակի ստի ասած ստեղ չիրացումը չմիավորումը գիմչում ինչ բառ օգտագործիմ լի արդյոք տատի է արդյոք մենք կարել չէինք նորմալ ինտեգրեինք պաշտպանության բանակը Հայաստանում ու պաշտպանունակությունը լավացնեինք ու իսկապես Ադրբեջանը այդքան խիստ ներգործություն է ունեցալ այդ հարցում արդյոք հնարավոր չի լալ եւ վտանգը գիտակցելավ եւ շատ ավելի հանգիստ ձևով այդ ամեն ինչը կազմակերպել նայեք եթե այս հայացի պատասխան տամ ասեմ որ հնարավոր է եղել իրոք եթե ցանկություն ունես եւ դու պատկերացում ունես որ հետագայում ասինքն եթե պատերազմ լինի դե իրանք միշտ էլ սլան ռևանշիստական հայերը ֆաշիստներին հայերը մստին դա կա միշտ խոսում դրա մասին բայց ցավոք սրտի Տերալանդի որ վերջի տարիների վերաբերմունքը նկատի ունեմ իշխանությունների այդ հարցի նաեւ դիտարկումները շատ կապված է այդ արտաքին ուժերի ազդեցությունից լի այսինքն քաղաքականությունը որ ասենք տարվում է նաև զինվորականների նկատմամբ ինքը ըրվամա որ պաշտպանողական քաղաքականություն ատարվում զիջողական քաղաքականություն ատարվում մինչև ինչքան կարելի է զադնի տանք որ ասենք այսպես կոչված ասեն վեճ պատերազմում սկսում ծնետ մի պատերազմում եւ այլ հատեր եւ այդ ֆոնի տակ միշտ ասում եմ եթե օրինակ եթե բանակը ստեղ ամբողջական հունց կա այսպես ստեղ ասենք տնեինք նորից մզնա այդ պատերազմ կսկսեին եւ ասեին որ դուք հա պատրաստում եք էլի պատերազմի ռևանշիստական ծրգահապարն ունեք որն էլ ապրոմատի դուրն ասած դիչ որ դա այդ խոսույթը գործ նույնիսկ դեպքում վեր իրացվալ չի այդ ներուժը միևնույնն է այդ խոսույթը շարունակվում վեր իբր մունք ռևանշիստական իրանք վեշին վա դա ավարտելություն նման պեն ասել մինչև իրանց վերջնապատակն հսնեն վեր եւ եթե մուք միջև հիմա հələ հասկացալ չկա իրանց նպատակը նայած ընդհանրապես ոչինչ չասեմ մուք որպեսզի ինիք վեճ որ մուք հələ լավ չկասկանում վերջնարարությունում ինչ կարող է սպասել իրականում եթե մտածել տավրտի պուպուշ զրույցներով անցականական լող այսպես կոչված քստուղլական հանգիստ ապրես թեկուզ դաժե եթե դու թույլ լինես այս տարբերակում այս տարածաշրջանում թույլ պետություն կամ թույլ հասարակություն ինքը կարել չապրելի ասինքն դու բդի հիբու պետքա ատամնետել ցույց տաս եւ կարողանաս քո պաշտպանությունը այնպեսի ինի չմիջև սկսել արդեն գիտեմ որ դու ուժ եղես եւ ասենք սկսելու դեպքում էլ հələ հարց առաջանա ինքը որ սկսեց օգուտ կունենա թաչ իսկ եթե պրոստո զիջողական քաղաքականություն ավարես պաստայինը ասես քո հասարակությանը կամ քո ժողովրդին բացատրիս որ եթե հա երկու զենք ավել յորոնենք ու միշտ բացատրություն տանք որ Видите, либо ди բացատրենք ցեզ որ խեինք այսօր այս պուշկան ունենեմ կամ այս պենը ունենեմ, դա ոչ թե լավ չէ, լավ բնի պիլուց։
Արցախից եկած զինվորականները ամեն դեպքում գիտելիքի փորձի, դասքան է պատերազմը անցած մարդիկ են լալ, գիտելիք, փորձ, ռիսկ, գիտեմ, ամեն ինչ լալ այդ խե դիտարկացն վեճ իրանց որպես կարևոր ներուժ վերը պետք է իլալ մեր բանակին խե իլավ ընդի վեր արհեստականորեն ստեղծեցեն մի իրավիճակ ասացեն դե իրանք չնոզել բայց արդյունքում տարալանդի վեր տարալա հրաժարվալon արցախցիներից Արցախի տղամարդկանցից զինվորականներից եւ արդյունքում հետո էլ ասում դա իրանք չնոզել հունց ստացվից վերստի դարավ ասում հունց ստացվից մինչև զինվորականների մասին խոսել դրան մոտիկ այսպես զինվորականացված ստորաբաժանման մասին խոսում է օրինակ մեր այինը լոխլապլավ գիտում եք չէ դրա մասին խոսվալա ինչու մաչի անցակացալ ինչ աշխատանք արել է իրականացա եւ բավական լուրջ փորձացեք բերել չէ այսինքն որը Օզից չոզից Հայաստան պետք է իրանք ամիջապես զինվորական չէ որ ասպա էտելա ռևանշտական բայց մեզ 400-ից ավելի տեղ աշխատող ունեցալ ծառայող ավելի ճիշտի ունեցալ են ընդամենը 5 հոգի աշխատանքի վերցվալի տալ բայց իրանք դրան բացատրությունը տամն էլի իրանց թեզերից ում ասում իշխանությունների որպեսի ստի ասած ցրինք այդ միֆերը վեր իբր աշխատավարձը պետական համակարգում այդ թվում պաշտպանության բանակ այն եւ այլն ցածրա դրայտի էլ օզալչն Օզում չն, տրայտել ծառայում չն, իրանք տին։ Մի խոսքով ասկը ընդամենը մի տոկոսն ալի ներգրավել 1-2 օրինակ, եթե դիավոլի դատոշնը խոսենք դրա մասին։ Հիմա եշերցիկ աշխատավարձի մասին ասեմ, կամ вообще օզալն կամ օզալչ։ Ամնա գլխավոր բանը ինչու դու պետք է անես, դե մի բան ոզմս արածին, չէ՞, դա պայման ստեղծելն է։ Այսինքն, յոմս դու կարող ես օրինակ քաղաքացիական ոլորտում այդ պայմանն են, որը զինվորականների ընտանիքի համար կամ զինվորականների համար ստեղծվալա, քզդի կարող դիտարկելի չինի։ Որ օրինակ կարող դաժե թեզը օրինակ խոսում տելևիզիայում կամ ինտերվյու քննարկում օզալչուն, ասում գովատեսել, ասում իրոք դիլկա, խքեցեն վեր սարայեցը։ Դա օրինակ ծեր մասին եմ ասում, որ դու կարող ես ծեր ընտանիքը մնալ կամ մոտիկ բարեկամ ալալ ու ասում ես իսկական է, լի մեր տղեկ խեչն ուզում կան բանակը մծարային, բայց ասում չունս տեղի բնակչությունը փադերդուզուն լի ասում, իրանց առաջարկում ծառայություն Մահանային փռնալ որ տիպ աշխատավարձը խրեգյա կամ չումլի, բայց մի քիչ առաջ ասեցի, նախ առաջին սկսած նրանա որ նախ այդ մարդկանցները բդի խուսեինք։ Այդ բացատեսանք վաշու այդ մարդը պատրաստ է դա գծարայության համար թա չէ, այդ մին հարցվել ըրվալ չի։ Երկրորդը, մուկ բդի վստահ ինչ որ պեն դուժված հայկանուշի նման ասենք բերեինք ստեղ քացտայինք ասենք քինանեն դեղս ծառայելան եւ всё, լի հաու չէ, մի անգամից քեզ Պենգումս ունսա բայց հենց ռամկոցում չի կարելի դի մարդկանց ռամկոցում մեջ դրած լի ասիկ դա իրանց դի դիտարկելի չի ուիլալ ասենք քեզետ ել չի դաժե շատ դեպքում եթե դու զբաղվալ չստրանավ դիտարկելի չի լալի ռամկի մեջ են դրալ հիմա մարդը երրորդ տարբերակը դու ալչն լի օրինակ ասացին ես կամ մենք հələ դու պատրաստ չես պատասխան տալու համար քինա մինամս 2 ամս տեղավորվե հետո կկյաս կոմիսիան է կկյաս աս ինստանս տեղս տեղավորվալ դու վերօրինակ դապուսի գիտան որ դու տեղավորված ղափան ես մտածեմ քզետի ղափան ինչ առաջարկեմ հետո տեսնամ դիչը որ լող Երևանը տեղավորող նա ստատիստիկա կալի ասենք ինչքան է Երևան ինչքան է Կոտայքի մարզ ինչքան է բնակավայրի մոտ ամեն տեղել կա այդքանը չէ ասինքն պիտի պատար շատ չէ չչրվեի ես ու ընթառաչեի դրա այսինքն ես դի շատ չչրվեի հետո ընթառաչեի ու մի անգամից փիս պենչլի մտածեի այս նիգաձայնեն օզումուն ամնալավ տեղը ծառայեն ամնայեսիշ տեղ բիդի քինան ղարկենք էսիշ տեղ էլի պատար կոպիտը մասում կներեք բայց իրականում այն սկզբից բացական այդ բաները բդի տրամադրությունները չի բդի իլացիներ լի որ չէ մուկ առաջարկի կինա գիտում օզում հետո մի կարևոր բան կա ծառայության արվեստը դա բդի մեջինից որ հասկանաս մարիամ ասինքն շատ խիստ տարբերվում է Ղարաբաղի ծառայությունը Հայաստանի ծառայությանն է այդ միասին աս ինքը տարբեր բաներ է դեղ ծառայող զինծառայող մենք ստեղ ծառայող զինծառայող տարբեր ծառայության մենտալիտետ կա Ինչն է տարբեր ծառայության շատ ծառայության վերաբերմունքը առաջին հենց կարևոր կամ տարբերվող բանը վերնա մտածումք վեր կարող է բացական առումով տարբերվում տակարել չի դրականը բացականի բարձապես չէ ինքը չեմ ուզում ես դրական բացական ասեմ ինքը ուղակի ստեղ է ծառայության այդ մենտալիտետը միջազգային հարաբերությունների շրջանակում է այդ ամեն ինչ քինա որոնք հրամանատար ենթակա հարաբերությունները
այսինքն զինծառայողների միջև փոխհարաբերությունները, Այսինքն ոչ թե մարտական ընկերներին, այլ ավելի շատ քաղաքացիական ինանման ստեղել կա այդ մարտական աշխատող եւ ընկերություն, ստեղել կա մարտական ընկերություն, դիչը որ կա ոչ ասում նույն ազգն ընկնեն, բայց ամեն դեպքում տարիների ընթացքում այս 30 տարվա ընթացքում Ղարաբաղը այսքան պատերազմով անցկացնալ եւ անմիջապես այդ պատերազմի մեջ լինելի ընտանիքներ ավինել, այնտեղ մի քիչ մարդկանց ավելի է յուր սպլացի տրալի, էստի սարքալ որ այդ կոլեկտիվներն որ ասում ամեն ինչի միասին անց են գացալ, ստեղծվել, ոնց ու ընտանիքի նման են տրալ, հետո որ արդեն դաժե զինվորակյամ ծառայության կամ անի մոտում տեսում դղ տին յուրն այդ լող վերաբերում, յուր հարգման, տիկավոշ, դաժե ստիգեշումն հրամանատար օրինակ ինքը ֆիզիկապես շատ ուժեղ չի, բայց գիտում են որ ինքը վեհ մարդ է եւ ինքը կապ չունի իրան վեսը, գիտում չում բոյը, պենտա կապ չունի, դու պետք է իրան ենթարկվես, չէ, բայց չստեղ դու պետք է կաս այդքանը ապացուցես, որ դու համ գրագետես, համ մասնագետես, համ ուժեղս, կորաշս, հատե այդքան լրացուցիչ աշխատանք իրականացնելը մի խիլ մարդկանց նաեւ վխցնում է, հա, մտածում ասում Պակակարեմ երկինամ դե յուրասներ ծառայեմ։ Մինիմում 4 խոսք ասե։ Պատճառը վեր մխլա մարդիկ ովքեր ընդամենը 2-3 տարի էլ մնացած վերանց կենան զինվորականի պատվավոր թոշակից գիտում էր զինվորականն շատ լուրջ վերաբերում դրան եւ իրանց հետ դա շատ մծ պատիվ է թողալն ու այդ 2 տարին էլ չուն շարունակալ ու ասան ավելի լավ է ես այլ տեղ ինձ փորձին։ Ավելին ասեմ, այա, իլելա Միխիլա տղեկ զինվորականներ, որոնք մտալ են զինվորական ծառայության, բայց հենց այդ պատճառներից ելնելով նորից ռապորտենք իրա դուս եկալ։ Հատե ես փաստը ասեմ, մի տիել այլել, որ եկալ են, համաձայնվել են, մտալ են, բայց տեսան որ կարամ չուն իրանք ստեղ այդ մտնոլորտում կարամ չուն ծառայել։ Շատ բաներ կա, որ ասում չում էֆիրում ասել է ասելի չի, բայց այն ներքին կուխնյումը այնքան շատ բաներ կա, որը նաև բացականա կամ անընդունելի է այս մի կողմի համար ինքը ավելի է նպատակարարմագոտում նորից զեկուցագեկի դուսկալ ծառայությունից քան թե մնալ զինվորական ծառայության մեջ որովհետև ինքը գիտում ավ հերթական քայլերը ինչու պիտի լինի առնվազը ինքը կամ ջուրմայքինական կամ տրնալով ված ծառայող լի սիստեմի բեն հասկանում ու դրա հետ դուսին եկալ Միխայել արժանապատվության հարցերը նաև հա ես ասում եմ մասնագիտության տիրապետ կամ նման ինչ որ զինվորական ծառայությանը պարտականությունների կատարել խնդիր չլար հիմնականում դա նեղվածության վերաբերմունքի անհամատեղության հարց է այդ մարդկանց մոտ Էլի մայ վերադառնում են առաջվա բենի այո այդ ասում է պիտի գործնե տանդի չէ որ մարդկանց սիստեմի կուչկա յորոսոնու պիրում ստեղ վերածում ասում նույն ձև շարունակվել է տատի չլի ինում իրական դու պիտի մտածեիր հյուրշտեղ տանիս հունս տանիս խմբով տանիս անհատական տանիս եւ ինչ կմայգանես լի եթե իրոք դու ուզեցալս կամ ոզում որպեսզի այդ մարդիկ այդ process-ը ըստի ասած արցախցիներին սիրել չսիրելու մասն այլ սեփական երկրի անվտանգության հարցը նույնիսկ եթե այդ մարդիկ քեզ քու սրտավը չն բայց այդ մարդիկ այն պոտենցիալն են վերկարին քու պաշտպանունակությունը մծցնի ամեն դեպքում ուզում վերադառնանք այդ աշխատավարձի պահա օրինակ այդ միֆն աշորտան վեր ես դող 500,000 միլիաս տնալիս տղ 200-ը խպիտի 200-ի ծառայեմ եւ այլն նախ այն վեր իրավիճակը փոխվան դղ ես իմ տանը սումիլա վարձի խնդիր չունեցած տղ ես վարձի խնդիր ունիմ օզաս ինձ պատարավլի շատ է փող պետք է վայրն բայց սա էլի խեղաթյուրվում է ուզում այդ աշխատավարձերին էլ վերաբերվին անդրադառնակ խեյա իլալ դղ շատ հիբվանից ուխ է Ես շտատ նախ եւ առաջ մեր աշխատավարձերը կամ Հայաստան կամ Ղարաբաղ նույնն է միջև պատերազմը հա 20 թվական պատերազմը լավ գիտում լող որ պատերազմից հետո անմիջապես անհրաժեշտություն առաջացավ որ ՀԽ-ից արդեն զինծառայողները որ ծառայության կալիչ չնալ բարձա մեր ներքին ռեսուրսները մեր քիչ է որպեսզի այնքան 500 կիլոմետրանոց սահմանում որպեսզի ՊՀ-ին եւ մեր կառավարությունը պրոստը որոշում ունենալ մարդկանց ուսք կարելի է քաղաքացիական կյանքից շահագրգռած որպեսզի կան ծառայության ասում բեպերիկ երկու անգամ աշխատավարձ լաշտացնենք լա մարդ գիտա ինքը ինչու է դիա յուրան այն
ազատությունից զրկում ինքը զինվորական ծառայությունը ասեմ կարևոր բան եմ ասում զինվորական ծառայությունը ինքը քո ազատության սահմանափակում է այդ ամենաառաջի աշխատանքի տեղն է որ անում եւ կոչվում է ծառայություն եւ ինքը իր մեջ ներառում է ինչ քո ազատ ժամանակի կամ ընդհանրապես քո ապրելակերպի այո ողջ ժամանակի սահմանափակում այսինքն եւ մարդ պիտի այդ սահմանափակման հետի այնպիսի վճար ստանա, որ ինքը ասելավ է այս շաբաթ կամ կիրակի եթե տանը չեմ ասկացնում կամ այդ քշերն են որ ծառայության ես տեսնավեջ խոխասունց համացանում բայց գոնե լա ես համարժեք փողը ստանամ եւ կարողանամ այն բավարար կենսամակարդակը ապահովեմ, չէ, եւ մարդկանց այդ հոգեբանությունը իրոք դյուզա որոշումը կայացված լա, որ Ղարաբաղի ժպիդիան ուրիշ տեղա սալդատ չունեք, մերիլած սալդատ է, այսքաննա դեպերիկ մեր մեծահասակներին է գոնե շահագրգռենք, այն տնտա մարդիկ ովքեր սկի ուժը բանական դուս եկածին լալի շահագրգռենք, նորից ետ բերենք, որպես գոնե պոստումը կաղնող մարդին էլի։ Եվ աշխատավարձը սարքալ ենք, այո, 450,000 ենք սարքալ աշխատավարձը, որպեսզի մարդիկ կան այդ ծառայության։ Հիմա այդ նույն մարդիկ դղան ետ ընտրա եկալ են ստեղ վրոջի պայմանները կիսատ չափ, ասենք խաղաղա, բայց այդ նույն մարդկանց ասում եք դու պիտի օրինակ 150,000-ով 200,000 ծառայության կյաս, բայց նմանատիպ ձևի սահմանափակված պիտի ինիս։ Այսինքն դու այլ աշխատանք կայել չքինասան զինվորական ծառայությունից հետո դու համատեղից ասես վարձի փող սախով փող այսինքն եւ մարդ շուտուկի մարդու մտածում է էլի խելքուն ասի մտածում է ասում է եշի քինալում դեր էլի 150,000 դրամի ծառայություն տամ ասկենամ բայց տան փող կարամ չում ես մինա տրանավ տամ բայց ազատել չում է ինական սաղորը շարքում վնկացած այս պոստումը այն պոստումը այս չում կարամ այն չում կարամ տանը գործերը ցում շուն խուին կարամ չում տանը մեր հարտնանը կարամ չում քեմագյանիմ դրավ ես համ դրանայեմ զրկված համ դրանայեմ ստիվել հա տանը կնիմ մեր ազատ վախտը շոր կտամ մին տեղավ 2 կապեկ ձեր կպիրիմ տոն դի լակը տեսնամ իմրածս կամ չրածս լի գոնե այն կնիմ խոխոցներ հասկանաս մարդիկ վыборն անում լի ստի մտածում ասում պա վրի կնի ավելի արժե իրոք այդ խնդիրը կայել դաժե իրոք ասենք բայց պիտի մուք հիշտեսակետես այդ հանրությանը ներկայացնենք որ ոչ թե աշխատավարձին դարդին իմին նվեր 110,000 կյանք ինքը կա այդ խնդիրը այ եթե իրոք նստեինք մտածեինք օրինակ նստեին մտածեին ասեն այդ մարդը դրան երին կացա եկալ ստեղ մի կառավարության որոշում պիտի ունենանք որ այս մարդկանց որպես նորից վերաինտեգրենք եւ հնարավորություն տակ բայց այն սկզբից տայեմ ասալի խվեր որոշում կայացնեին եւ հանրությանն լսեին ասեն մեր քուրի եղբայրներին ու ձևի կամ մեր զինվորականներին օրինակ հատուկ շերտ է էլի տա զինվորական մեր զինվորականներին մուք որպես գերատ ինչի այնա գերատեսչություն դի օրենք կա մուք մեր զինվորականներին փոխհատուցում կտան ասին տանը կվարտպլատան տամ Երևան քաղաքում սահմանած է ինչքան շրջանները սահմանած է ինչքան հիմա օրենքի ոչ մի խախտում տե կավշ լի քո զինվորականն եկան ստեղ դու այդ համապատասխան գնի սահմանում այդ մարդկանց տան վարձը տամս ասենք տա օրենքը մկա ուժը բյուջետը մկա դու անօրինական գործողություն չկատարում ես դու այդ մարդկանց աժե իրավունքը տամս որպեսզի իրանք իրաց բնակվարձը դա արդեն պարտավորեցնան մարդկանց արդեն բնակվարձը տամա գումարած տրան լրացուցիչ դու կարաս իրանց գումարած այնվեր քաղաքացիական մարդկանց 40+10 վեր տամս այդ նույն ձևի կարաս գումարես իրանց այդ գումարներին եւ եթե ես մարդ եմ ես օրինակ ես շուտ տեսնում Արա եկամ ստեղ աշխատավարձս 112,000 մտածալն ասալն իմ բնակ ապահովման հետի պետության փոխհատուցումը որպես հələ զինվորական պահպանվալա օրինակ խոսքի միտեղ 60,000-ա միտեղ 90,000-ա կա տամը միտեղ 120 ես ընտանիքի քանակից է դա կապված լի օրինակ 10 տանում значит պլյուս մի հատ 100,000 պլյուս գումարած տրան որ ինձ 40+10 զրկալ չն թեկուզ ես զինվորականում հələ հետել ընտամ ասինքն մին 200,000 250,000 տրան եմ ստանում ասած մեր Ղարաբաղից ասում ցավն տանեմ լի խեչու գիտի ես ծառայեմ լի ասիկ դու տեսնես որ քո նկատմամբ մտածալ մարդ հանստալ գրիչ երակալ այստի մտածալ քումասի մտածալ հունցանը վես մարդը համ ծառայի համ օշը գլուխը հովակած ուրան պարտականության կատար համ օշը հլորով է ստեղ աստեստամ բելի տաքսիստ ավելի լավ է բելիս ավելի լավ է չէ պասում պայմաններն ասին կամ քինամստեղ կամ եկիրի դուսուսկյամ ծառայությունից ավելի նույնիսկ վերջնահաշվարկը Как раз ես հենց տայեմ ասում, լի պիտի մարդ զգա իրան նկատմամբ այդ վերաբերմունքը, որ դաժե իրանց մեջ անելն դուսկյամ
պատկերացրու վեր ինձետի լավինի մարդ եթե տաղս գաց ես հո ապերախ չունվեր այդ ալի ես հվատում չունվեր այդ մարդիկ դիմոտծեին ասային չէ հյուրատա հարկա վերքամ էսմինեմի Այսինքն, значит, մարդիկ զգացալն որ իրաց նկատմամբ դիչ են վերաբերել։ Հեչերեք որ ասում մոստը վերանց զգացալ ինչ ակնկալիք ունացալ, իրականում ակնկալիքը մեծ է ելել։ Որովհետեւ դու գիտես որ կյամս քո ընտանիքը, կյամս քո նկատմամբ 100% գիտես որ նա մտածած, որ պետք է մտածի որ այդ մարդը ստրեսա ստացա։ Հեչ ամենահեշտ բենեմ լի ասում, առաջի 2-3 համեսը լաբդի ժողովուրդ այդ մարդկանցն է, զինվորականներին է, հատուկ աշխատանքներ իրականալ, հատե ինչ մաս խոսում եք, չէ։ Սա պատկերացում է, սա ամփոփվում է հատե այդ աշխատանքի մեջ։ Այդ աշխատանքը անում, հատե ոնց նստած իրիկոկավ հարցը տան պատասխանում լի, ընկլխան նեյտրալ ֆորմատով ինչ որ մինտեղ դեպի այդ մարդը ուղված, բայց դուզա պետական շահերը պաշտպանել ավլի, բդի զրույց ունենայեք այդ մարդկանցները, ասենք, ախպեր, քեզ էլ ինչ հարկավոր, հատո դու ուժը եկալ սալս կապիտանս կամ մայորս կամ առը սերժանտս կապ չունալի, որպես զինվորական ծառայություն որոշվալ է, այսինչ տեղնաս նախատեսում ծառայի կամ առաջարկում ստեղ օրինակ դու եշի ընտրետ է շտեղակզի տի ներառական մոտեցում, ոչ բացառմա մեթոդը։ Այդ ամենակարևոր մոտեցումը ես համարում որ տայել էր որ այդ բաց թողումը ունեցալ եւ մուք գրեցալ իրավիճակի ճիշտ գնահատական տանք այդ ժամանակահատվածում եւ մուք ասելով նկատեն հուվուրտաբդի ըրացնալի եւ այդ ամենակարևոր հարցը մեր բանակայինների մեջ ասում են ինչը խնդիրի պարզաբանումն է իրավիճակի գնահատում հիմա եթե խնդրի պարզաբանումը հստակ չկատարվալ Պարզավոր իրավիճակը լավ չգնահատվալ այնուհետև հետական քայլը որ պետք է իրականացվի չէ միջև դա մեր որոշում կայացման մեջ կա մի հատ հարց գնահատականից հետո լի որոշումներ կամ գործողություններ, որոնք անհապաղ պետք է իրականացնես, մինչև ընդհանուր որոշումը կայաց։ Հատե այդ անհապաղ որոշումներ կայացնելը իլալա կակրած պայմաններ փոքր-մոքր ստեղծել, որ մարդը զգա որ իր համար հաճելի է որ դու ստեղես եւ ոչ թե հաճելի նկատի ունենա որ լավ ավեր եկաստը, չէ, այլ քնած շփվելը, իք օզում ավեր դու ասենք դեղի։ Հատե դեր անեիք որ մարդ զգար որ իք կարևոր է հասարակության հետի Եվ արդեն դրանից հետո որոշումը կայացնեինք Ոչ թե որպես իզգոյ Այո, հա Եվ ասենք ոչ թե դու դեռնաս օզումս կամ չոզումս երկու հասին հարց շրջանակում սեստի չորավ դինումը կվերսեստի հետո ասենք դե մեղավերն ասալանք աշճարայի փողը ասալա խրեգա գամչում ծառայության ասալանք էսի շտեղը ծառայ ասալա ստե օզում չում ստեղը մոզում չեմ իլա բդի մտածեմ տեսնամ իրան հետի հարմարա այնտեղ ծառայելը հարմար ծառայելը պատար հատե այդ խոսելա ձևը կամ մոտեցումները, այսպես ասենք, իրանք լող պիան հատեստի կատաստրոֆիկ վիճակի վեր մեծ ամասնությունը ուղղակի պրոստո որոշալ մարդավիրանց հետի հունց կարմա յոլակինա եւ մուք չեմ ասում կուրցրալ են կալ տվյալ պահին այդ մասնագետներին այդ մարդկանց ովքեր պիտի վեր զինվորական ծառայությունը ասենք լինեին այդ մարդիկ զինվորական ծառայության մեջ չեն գտնվում այսօր կայել չում ասում հետագայում ոնց կլինի բայց այս պահին դիտարկում է որ այդ մարդիկ ցանկություն էլ չունեն չնայած կա որոշակի միտում որ դժվարություններ կա ասել որ դրամները որ կտրալն աջակցությամբ են որոշ մարդիկ արդեն մտածում են ասում դաժե եթե վիճակը դիա այս մի քիչ խթանա հանդես եկալ թե հիշում եք այս Պենկա, չէ, ատիստացիան հազնամ աշխատավարձը պիտի բարձրացնելու, հետո որոշ զինծառայողների նաև իրավունքը սահմանված եշած տեղ շտեցարայության, որ իրանք համ ծառային, համ պենսիան պահպանվի, այսինքն աշխատավարձը մնա ինքը որոշակի դրական բաներ կա, որ անկեղծ պիտի խոսենք, որ կարելի է հիմնված նաև դրա իրա, որոշ բաներ կա, որ մարդիկ հիմքեր կա, որ մարդիկ կարող է օշելորեն վերադառնան, հա, բայց ես ուզում ասացեմ, դա ամբողջական չի, որպեսզի դիտարկենք նա, որ առանց պատերազմ սկսելի կամ առանց որևէ այսպես դրթապաճառ գրեիք դրթապաճառ սարքել է որ մարդիկ զինվորական ծառայության կա որ ինքը ոչ թե մենակ կենցաղային խնդիրներից առաջացած լինելի այլ մարդ ինքը ուզել է լի բուտիկնա ես գիտեմ որ Միխելա շատ մարդիկ կա սիրում են զինվորական ծառայությունը իրանք սվերացան դրա հա իրոք պատկերացում շատ մարդկանց հետ խոսալում ու իրանք ինձ ասում լա ասում հա պենա իրոք պատկերացում չում առանց զինվորական ծառայության
այդպես էլ կալի պատետի մարդկանց մուկ չբրի կուրսնենք լի դետի մարդկանց բրի կակրած պայման ստեղծենք որպեսզի այդ մարդիկ մնան ծառայության իրանց գիտելիքավը իրանց փորձավը ուժղցնին պետություն հա то есть ուզում ասեմ պետքա լրացուցիչ պայմաններ ստեղծած հենց այս երկունը ասեցի բայց դա քիչ է դա ոչ ամբողջական է ինքը արտացոլելու այն մարդկանց եւ հավաքելու որ օզինքյան ծառայության то есть լրացուցիչ պետքա նաեւ միջոցներ ած բոնուսներ ած լրացուցիչ եթե մի քիչ բեն լեզվով խոսեմ լի բոնուսներ ած որ մարդիկ իրոք ուզենան քինան ծառայության լի Պարոն Սահակյան, այսքան խոսացեք ու եթե օրինակ տարանջատինք մս լսող հայաստանցիները, ովքեր մինակ միֆեր են սկացալ զինվորների մասին հունցն ընդունել Արցախում, այսին տքունց կլալ ընդունեից մեր տղորցը վեր մգծստի ընդունիկ։ Ոզում հասկանամ, արդյոք այդ ջուր չտալու, միրգ գողանալու հոտ է ծեծի ենթարկելու, բեն այդ ամեն ինչը շտղայա եկալ ու ինչքանավա իրականել էլ տա։ Նախ ասեմ կարևոր լի Այն միջավայրում շտե որ մուկ ծառայությանը կեկալ ամեն ինչի վատ չի իլալ ստեղ կամ վերաբերմունք չինել չի ամեն ինչի վատ իլալ այնքան շատ լավ ինձ էլ անձնական հնգերունք ունեմ որ տեղացի են իրանք լի եւ իրանք ամեն ձևի փորձալն եւ ոչ թե փորձը այլ աջակցալ ինձ որպեսզի ես եւ ֆինանսական եւ ընկերական ամեն ձևի լի մոտեցում ցուցաբերալ կարող է իրանք սկանալ դաժե հաճելի է ինձ հետը որովհետեւ ես հնարավորություն եմ դրամասին ասել իրոք կան այդպիսի մարդիկ եւ փառք Աստծո բայց ինչ վերաբերվում է մուկունցկունավեր դուք օրինակ ձեր հարցին պատասխան տամ մեզ մոտ իլալը ընձևի որ եթե մասնավոր դեպքեր այլալ նկատի ունեն որ ինչ որ մեկը մինի բոստանանի մտալ հանկարծ տեփավոտովալն իր ես ասեմ որտեղ հրցրալ չնասան դու շտղացիից կամ դու հուվս դու ինչսլի ապրանք գյուղացալ այն բոստանի մոտողը մարդը նա հրց իրականում լի դա իլալը է դեպքա իլալ դի նա հրցնում իրականում մարդ գիտում է šta հուվանի մտալնդեղ ուզմալ է իրաց կողքի շենա եկածին լի is like համիշուն սատլական համիատ լավ այն հյունի ճպատավը մեջքին տլանել ալի վրաս խեսնի մտալ ապրանք այո տատիլա ու вообще ընդհանրապես նման կիսել ասկիլալ չի դուզա մեր ազգային մենտալիտետի դա փիս ցավալի բեն ունեք խնդիր ունեք ասենք ինչու՞մն է որ դաժե ստեղ կա այդպեսի բենլի թող թաքցնի ոչ մեկը տալի ուզմայինիլի ցանկացած շրջանի մեր երիտասարդությունը օրինակ իրանք կիսում են օրինակ լի ասում դու որտեղից ես Գյումրիից ես դու որտեղից ես Երևանում են ասում որտեղի տղա ես կամ աղջիկ ես Սյունիք Ղափանից ես եկա կամ հələ հեջեք ամնավատը ծեր ասած լա Երևանի քրծում դու վեր թաղա ես օրինակ լի էս ինչ թաղանց դա էս ինչ թաղաց ու Մարտահյուրյանց հետի մի կլիմո կամ մի փոտ ընտրում մինի իրալի դետի մի բան այդ խնդրեմը ինքը կա ինքը ես չգիտեմ մեր ասում մեր ազգային մենտալիտետի մեջ է որ պարդատիր մուկ շեշտը մուկ երկրորդ խոսքում շտղանուս դու վեր շրջանա ես լի կամ որ խոսում մեր լեզվա խոսում ասում կամ Ղարաբաղցից կամ Ղափանցից լի ասկ յուր նման է դու ես խոսակցությունը այսինքն դրանից հետո իրանք որոշում տեսնան քու ինտելեկտուալ ուռովին է լավնա կամ վատնա կամ իրանն է փռնումա կամ փռնում չի դա այդ խնդրեմը միշտ կա Այնիչ որ խոսում են որ դեղ մեր խոսունը կատվապ հունցուկ վերաբեր եւ ինչ գրալ տա արհեստական խոսույթ արհեստական թեզա որ իր ասում չում ուշադրություն դարձնել է չի ուշադրություն դարձնել է բայց շատ գրագետ եւ մարդավարի պատասխան տալի է որ հնարավոր է մասնավոր որևէ 1000-ից 1 ինչ որ դեպք լացնի բայց դու այդ 99 դեպքերը լավ Պեցս թողալ մի հատ ինչ որ դեպքի իրա պենեսրալ Ես կուզիմ այդ համակարգայինից խոսիկ ամեն դեպքում խոխան 18 տարեկան ու ամամունեդի խոխա է շատ հերուտեղ եկա ծառայության հունցալ էր հրամանատարության վերաբերմունքը այդ խոխին ծառայության պայմանները համապատասխան դարձնել էդի հաշվի առնելա վեր այդ ծառայակից ընկերները կարող այդ ցին օգտագործին ինչ աշխատանքներ այլ է տարվելիս արդյոք տարվելիս է այլ է Դա դեսես ասում ընդհանուրում ասում չգիտեմ մշտային լսում լի սեստի հա դիշտե հասստե եշին վեր հա ստե եշին վեր ինձ ճանաչում իմ զինվորականությունս իմ աֆիցերներս եւ իմ ծնողներս who is net ծառայելն լի երկար տարիների հրամանատարը մլալ ասում 9 տարուկս 10 մնակ հրամանատարը իրանք գիտում վեր զորամասում դալի
նու ես կարամ անձնական օրինակից վրա անեմ, ինքը սիստեմա է, որովհետև լի, ասեք ես ինչու ասեմ անձնական օրինակս իմ զորամասից իր, ես ձեզ ասեմ, ընկալեցիք, որ ամբողջ ՊԲ-ի մակարդակով այդ սիստեման տիրված է ելալ։ Միտեղ մի քիչ հրամանատարի ունակություններից պատարթերի, միտեղ շատ ավելի լավ քան թեի մոտ այլ, բայց սիստեման ծեր ասած պատասխանը ինքը լալա հստակ, որ եկած զինծառայողը աշկիտ լուսի մնան, պիտի եշիս, պաշտպանես ու հնարավորություն ստեղծես, որպեսզի ինքը զինվորական ծառայության նիմտե, իր հետ առաջին րոպեից երկխոսություն էլա սահմանվելիս ոչ թե սովորական սերժանտի կամ օրինակ իմ ենթակա, այլ անձնական մակարդակով, անձնական ամենաբարձր մակարդակն որը կա, խոսքի ես զորամասի հրամանատար, տիմի զինվոր չի, լաս է ասում, թող մեկը մեր կոմետները եթե լսելու է ասել, տիմի զինվոր չէ, ես որ տեսած չինի։ Հա, չէ թող կիրին պատասխանը գիտեմ չում կտավա եթե այդ մարդիկ իսկապես այդ մարդիկն եշելու հա ես ասեմ լի անհատական լուղջին հետ վերաբերմունք է ցուսաբերվալ ճշտվալա յուրան նիստու կացը շտղանա եկալ ինչ խնդիրներ կարող այնի ինչ հիվանդություն կա ընդ որում այդ առաջի հանդիպումն է դիլա երկրորդ հանդիպումը վերալամ արդեն մասնագիտացված խմբի հետ անցկացրալ արդեն սիստեման է գործը ասենք եւ բժիշկ կալանդը հոկեբան այլ իրան ամիջապես հրամանատար սերժանտ յուրան կակրած շինացի կամ շրջանի մարդ հալա որ այդ ինտեգրման process-ը հեչքին է ես այդքանը բոլոր ղաշան ներկայացնում չում մենակ նրա այդ որ լոխ լավալա լիմո չէ իլալա որ հա ինչ որ մինտեղ թերություն են ունեցալ նկատի ունեմ որ անպարտաճան աչք վերաբերval այդ մեկ ու հսցրալ չգիտեմ չում ասինքն պատճառն է կարող է իլացնել լի որ ինչ որ մեկը փլստացածներ անուշադիր ինքլար որ ինքը հակայություն ինչ որ մինտեղ օրիջ դաստիարակություն աստացածլալ գրեցալ չբացահայտինք այդպես ես ասում չում շատ վատ չէ կարող է մեր գիտելիքն հերիք չէ որպես բացահայտենք այդ թուղին տեսնակ խառնվածք ոնց է ինչ խնդիր կարող է լինի հետագայում ինքը մզրա շատ ծանր է նստալ այդ խնդրումը որ մուկ գրեցած կբացահայտենք բայց ինչ վերաբերում է իրան զինվորական ծառայության մեջ մտնելու իրան պարտականություն կատարելը իրան հասանելիք հացը ջուրը հսնելը իրան քոնիլի ժամը ինքը քոնինի ֆորման մակորինի շեբեթի մետ արնավազը շեբեթի մետ սկզբից իրան գիգիենան բաղնիկի տեսքով ասենք իրականացնել այնուհետև արդեն հնարավորություն այլել արդեն ուրումաչել անել եւ զորանոցում էլ ամեն գիշեր ինքը կարա դուշ ընդունել ծառայության վերջի ժամկետում դի այլել արդեն լի հա եւ ընդհանրապես խոսել նրա մասին որ հունց վերաբերում քրալ հիմա շատ բաներ կարին ասին որ ինչ որ մեկը ինչ որ մի զորամասում լավ չի հասկերա մնակ մակարոն այլալ մնակ էսալալ ցավոք սրտե ետել այլալ դիչի որ ամեն ինչ հասանել է զինվորին իսկ անպարտաճան գող իրան պարտականություն չկատարող մարդիկ ամանտեղ էլ կան տամնակ խոսքը վերաբերում չկա եւ կապ չունի շտղացը պիտի պատճառի վերջո թե մակարոն այլ համ գյումրեցի խոխանակերալ համ ասկերանցի խոխ ոչ մին բացառում իլալ չի այդ հարցում եւ ընդհանրապես մուկդեղ ոչ մին ըստի կիսոպրատ արտահայտություն կամ տրան վերաբերում наоборот շատ խիստ պատժելիս կլա այդ ինչ որ մեկը հանկարծ մարդկանց կիսալ այդ հարցում լի Այնա որ ասես սիստեման ինքը տրված է շատ հստակ, այնպեսի ալգորիթմ է մշակած զինվորական ծառայության մտնելու, զինվորական ծառայության ինտեգրման process-ը իրականացնելը, ընդհանուր իրան ավակ ինքեր նշանակելը, ասենք հարցերով իրան հետևելը, իրան խնդիրները, խնդիրները համատեղ լուծելը եւ անհրաժեշտության դեպքում դաժե ծնողի հետ երկխոսություն, դիմի ծնող չի։ Ներողություն, ես հատուկ բերեմ պահելս լար։ Եվ իմ զինվորների ծնողների հետ ոչ մեկին խնդրալ չի։ Հա ամեն օր խոսել եմ լալ հետ, ինչ որ 4-5-ի հետ, իլալա 10-ի հետ եմ խոսալ, տելեֆոնա ողակի։ Եթե դաժե ինձ զինվորը մի բան արալ, ես իրան հորին հետ կամ եթե Պայն մամանա երկալա կապ չունի ինձ հետ էլի մորուն հետ խոսալım ասալım ու հետաքրքրալ ոնց ու ինչ խնդիր կտանը թա խնդիր չկա խույն այդ սեստի հարցեր կապեն ու այդ երկխոսությունը միշտ պաշտպանալım այսինքն ոչ թե մենակ զինվորին ծառայության հետ կապած դեղ այլ նաև իրան քաղաքացիական կյանքում ինչի ինքն դեղ ունեցալ է որպեսզի դիրաբետը ինչա կատարում հատետա սիստեմա էլ է Պարոն Սահակյան շատ կարևորում համարում նաև այս հարցը քանի որ կարծրատիպերից վեր խոսում ենք երբեմն տրմա վեր պաչե պիտի
չի գումար ակնկալած ծառայությունից, մյուս կողմից տեսնում ենք օրենսգից վեր ընդունվում է, վեր մարդը կարե տա այսքան միլիոն ընդամենը 6 ամիս ծառայ, կարե տա այնքան միլիոն ընդհանրապես մի ամիս ծառայ, այսինքն եթե օրինից փող կարից նաև ծառայից վեճունցա ձեր վերաբերմունքը որպես զինվորական կարելի է, արդյոք այս մեթոդը կիրառելի է բանակում, թա ցանկալի չի ուխը։ Ծառայությունը կարելի է փողավ փոխարինած։ Չէ, Ժամկետային զինծառայության մասին նախոսում։ Ես հստակ պատասխանեմ, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ այս իրավիճակում ընդհանրապես փողով ծառայության քինալ կամ չքինալ հարցները ես համարում սխալ, այդ մեկ։ Երկրորդը, դա նորից պիտի ասեմ, ինչ պայմանն է ստեղծվել պետությունում, դա տղից է ամեն ինչը գալիս, ասեմ խե, որովհետեւ պետությունում պայման է ստեղծվել, որ 8000-ից ավելի երիտասարդներ ընդամենը 4 տարվա ընթացքում 8700 մոտ 9000 երիտասարդ զինվորական ծառայությունից խուսափան պրոստը։ Իրանք այդ ասում ծես քաղաքացիություն փոխողն է մենակ։ Այսինքն որ պիտի 14, 15, 16 տարի, մինչև 18 տարեկան այդ երիտասարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունար, շատ օրինական ձևի դուս է եկալ Հանրապետությունից ուրիշ տեղ քաղաքացիություն ընդունալ եւ ինքը դրել է ոչ քաղաքացի Հայաստանի Հանրապետության եւ մոտ 9000 երիտասարդ զինվորական ծառայության այդ արդեն քեսալ չն։ Մին այդքան զինծառայողել, մի այդքան մարդը պոտենցիալ զինծառայողներ տարբեր հիվանդության պատճառներ ավն, որ զինվորական ծառայության չեն քեցալ, մին ահագին զինծառայողներ ուրիշ ալտերնատիվ ծառայության Եվ տեսնում դիտարկենք, որ թիվը շատ ահարելի մեծ թիվ է, ասենք տեռալ, եւ հատե այդ պայմանները, որ պետությունում ստեղծված է, որ մարդիկ հնարավորություն ունեն կա լազեյկեք զինվորական ծառայությունից փախնելու, Բիրելան նրան, որ մտած անսան, դե փախնողներին կարամ չփռնենք, բերեք գոնե հնարավորություն ստեղծենք իրա բյուջետին մուծեն, то есть վախերը խրեկցնենք, բայց ամենակարևոր բանն ասեմ տեղ, որ դա ամենապերվի օրենքում պիտի կերեին։ Ամենապերվի օրենքում պիտի նույն օրենք ընդունեն, մոչեվատե այդ օրենքները ընդունել է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղաքացի կայել չի պետական բարձր պաշտոններ զբաղեցնել, մինչև ինքը զինվորական ծառայություն հասկացած չի։ Դա առաջի օրենքը պիտի տա ընդունեն։ Դրանից հետո մնացած օրենքները ընդունեն։ Եվ արդեն դեղ նստածները օրենքները որ դու իրանք կգիտան զինվորական կաշվի մեջ մտած զինվորական ծառայությունը հասկացած, ոչ թե պենից տելևիզորից, Facebook-յան էջից կիմանան զինվորական ծառայության մասին, որ դա իրանք կաշվի հասկացած կնին դա ինչա։ Օրենքում դեղ այն մարդիկ պիտի մտածեին, որ զինվորական ծառայությունը ինչ է, իրան ընտանիքը ոնց է, այդ ծրկանքները կրալ եւ այլն, հետո նման իրավունք տան փողատար մարդկանց մուծեն, որ էմիննել որ սոցիալական բենում հասալ չնրանլի, որ ինքը կարողանա այդ 20 միլիոն դրամ ունենա, պիտի քինա զինվորական ծառայության ռաբոչ քրիստիանսկի բանակը ծառայելի։ Պարոն Սահակյան, ինձ դա շատ կարևոր է նաև այս վերջին շրջանում վեր անդադ մեղադրումն վեր կռվալ չեք եւ այլն, ձեր խոսքը ասիկ են զինվորականներին, ովքեր տարիներ շարունակ պայքարալն, կռվալն, բայց վերջին շրջանում տեսնում հունցն մեկ շատ հուզված ուղիղ եթերն է մտնում եւ փորձում ապացուցին կամ արդարանան վեր կռվալն, բայց ստի է ստացալ։ Կոզիմ ձեր գոլեգաներին, այն մարդկանց, ովքեր անցնկացալ այն ճանապարհը, այսիքյունց կարելի է պայքարած։ Նախ եւ առաջ պետք չի որևէ ինչ որ բենի մեջ, պանիկի մեջ մտած կամ ասած պասե մրմասին ստին ասում կամ դին բազմաթիվ անգամ մասնագիտական պատասխան տված դրան գոյություն ունի ստատիստիկա, որ այդ ասողները եթե ծանա լավ չեն գիտում, այլ ծես հավասար տերապետում դրա մասին։ Այդ խոսույթները դրանք տարբեր քաղաքական մոտեցումներից է, ասենք կամ եւ ընդհանրապես դա իրանց անձնական կարծիքներն է, որը ունի իրեն մեջ ներառված որևէ ստատիստիկական կամ մասնագիտական որևէ որակավորում հիմք չունեն իրանք դիասելի հետի այն ինչ որ տերալա դա այն պայմանները որ ստեղծված է իլել պատերազմից նախորերին որ պիտի իլացիներ ասենքն այդ մի տարե ոչ թե բացատրությունում տամ այլ ուզում ասածեմ դա հիմքը որ ստեղծվալ է նրան որ չկարողանայինք մուկ այդ մեր խնդիրի ոնց ու մուկ պատկերացում տայինք հենց դա էլ պետք չի ասենքն այդ նման մարդկանց հետ ինչ որ լեզվակռվի մեջ մտած հնարավորություն տված ինչ որ ավելորդ խոսակցություններ ստեղծած այլ ուղղակի պետք է հիմնված զինվորականների մասնագետների իրանց վերլուծության իրա եւ ասած որ նա համապատասխան ստատիստիկան արկա եթե դուք թերապետում չեք ավելի ճիշտ է եթե դուք թերապետում չգնաց թերապետ եք եւ վերջի հարցը ես դեռ եմ լալ կրվալը միշքան որ կրեցալում
ինչքան իմ մասնագիտական եւ ընդհանուր ֆիզիկական հնարավորությունս ներառյալ։ Ճիշտ ասած, քեզ տեսալ չուն որ դու կայր դե կյոմագնի Շատ լավ պատասխան է, շնորհակալություն ձեզ եւ բոլոր այն կրվածներին, ովքեր ստիչն էլ պատկերացնեիս մեր վերջը, ովքեր պատկերացրան վեր շատ արժանապատիվ ձևով մուք պիտի ապրինք Արցախում, հավատանք վեր մի օր այդ օրը կիլենա եւ տա պատերազմով չինեն, այլ ապրելավ այնն։ Շնորհակալություն նաև ձեզ մեր դիտողներ, վեր մեր այս մասնագիտական քաթին լսողը քիլալ, հուսամ օգտակար այլալ զինվորականության մասին որոշակի գիտելիքներ, հատկապես Արցախից տեղափոխվածների հետ մասին, շնորհակալություն հատկապես այն մարդկանց վեր աջակցում են podcast-ին, Patreon-ում եւ Rearmenium, գիտացիք վեր այս կարևոր պատմությունը ու սրանման բազմաթիվ կարևոր պատմություններ հնարավոր այնում իրականացնել հենց նաև ձեր շնորհիվ վեր եշումըք, վեր մեկնաբանումըք, վեր Patreon-ում աջակցումըք մզ, եկիք պահպանինք մեր բարբարը, եկիք պահպանինք մեր կարևոր պատմությունները, վավերագրինք ու թողինք մեր սերունդներին։ Շնորհակալություն վեր մզ ներդքիլել։ Վերջ։ Ստացվալա։ Շատ լավ։ Շատ լավ ալել։